Ձեզ ոգևորում է այն փաստը, որ Հայաստանն Ադրբեջանից բենզինի ավելի մեծ խմբաքանակ է ստանալու։ Ճիշտ ասած ոչ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ինձ թվում է, որ թշնամու բենզինը օգտագործել ավելի լավ է հարևանին օգտագործել ուրիշ եվրոպական կողմից, քան թե թշնամուն։ Ձեր կարծիքով ինչու է իշխանությունն այդքան ոգևորված այդ փաստից։ Դա էլ մեծ խնդիր է, էլի չեմ կարող ասել, կներեք։ Ոչ։ Ինչու՞։ Որտեղ Ադրբեջան թշնամի երկիր է մեզ։ Չէ։ Որովհետև Չի ոգևորում, բայց ինչ անի, պիտի որ ստանա։ Ոչ, բացարձակապես։ Ինչու։ Չի ոգևորում։ Ոգևորելու բան չկա։ Ինչու։ Որտեղ նրանք մեր թշնամին են։ Իսկ ինչու է իշխանությունն այդքան ոգևորված ձեր կարծիքով։ Դե ուզում ա որ հաղություն ստեղծի, բայց դրանով միևնույն է թուրքը, տոյց ադրբեջանցին մեզ երբեք խաղաղ չի կարող լինի։ գլոբալիզացիա է գնում համաշխարհային ուրիշ ձևի էլ չի լինի, ասենք։ Պետք է առևտուր արվի, բան արվի, բայց զգուշ։ Ադրբեջանից մի զգուշ պետք է լինենք, որովհետև Ադրբեջանը մեզ հարազատ երկիր չի։ Բայց առևտուրը ես կողմնակից եմ, որ ինչ-որ առևտուրը կարող է ինչ-որ մի բաներ հույսեր լինի, որ իրանք լավ վերաբերմունք ի վերջո կգնա, էլ է լավ վերաբերմունք, այդքան բան։ Չէ, չի ոգևորում։ Ինչու։ Ինձ թվում է արդեն հասկանալի է։ Դա նորմալ երևույթ է, ես չեմ նախընտրում շարունակել։ Բայց դա վատ բան է, եթե մեզ բենզինա պետք, անկախ նրանից, թե Ադրբեջանը կլինի, թե ասենք մեկ ուրիշ երկիր կլինի, ոչ մի տարբերություն։ Մենք օգտագործում ենք այդ բենզինը, մեր արտադրությունը, մեր բնակչությանը ապահովում ենք, ուրեմն լավ։ Ընդունում եմ ես, դա վտանգավոր բան չի, դա քաղաքականության հետ հետ կապ չունի, տնտեսական առևտուր է, որ երկրի հետ ուզում ես արա, անկախ նրանից թե քո թշնամին է, թե քո բարեկամն է։ Ես այդպես եմ կարծում, չգիտեմ։ Մեծը փոքրն ինչ կապ ունի։ Ոնց ասեմ, որ պարզ լինի, լավ լինի, ինչպես բոլորին դա պարզ, Ադրբեջանից գա, որտեղից էլ գա, նշանակություն չունի։ Այդ խապսանքը ոնց որ ասած էլի, այսօր կտան, վաղներ կարան չտան։ Հույսները դնենք դրա վրա, ռուսներից ձեր քաշենք, հա, հետո դրանից ինչ օգուտ ունենք։ Մեր մեծ սխալը նրանումն է, որ միշտ մեզ հաց ու ջուր տվողին ուշադիր չենք, լավ չենք վերաբերվում։ Հասկացար աղջիկ ջան։